Աղոթող չարագործը հոգևոր առականի գրքից մի մարդ էր ապրում, ով բազում չարագործություններ էր անում, բայց ազատ ժամանակ աղոթում ու լաց էր լինում իր արածների համար։ Հայտնվում է հրեշտակն ու ասում. Աստված քո չարագործությունների համար դրախտի արժան չի համարում քեզ, բայց դու այնպիսի աղոթող ես, որ Տերը կտա այն, ինչ խնդրես իրենից։ Եվ այդ մարդը պատասխանում է. Եթե ինձ տրված չէ լինել դրախտում, ու Տիրոջ կամքն է ինձ տա այն, ինչ կխնդրեմ իրենից, ապա խնդրում եմ, որ նա ինձ դարձնի այնպիսի մի հսկա մեկը, որ ինձանից բացի դժոխքում ոչ ոք չտեղավորվի։ Այս զարմանալի խնդրանքն Աստված չէր կարող կատարել, բայց քանի որ չարագործի խնդրանքը յուրօրինակ բարիք էր պարունակում մարդկանց հանդեպ, այդ պատճառով նրան թողեց, որ դրախտ մտնի։ Առակի մեկնությունը։ Այս առակ զրույցը մեզ ուսուցանում է, որ աչքի երևացածով չդատենք մարդկանց, քանի որ Աստված յուրաքանչյուրի սիրտն է քննում ու ըստ այդ խորհուրդների դատում։ Նույնն էր և Հիսուսի աջակողմում խաչված ավազակը, ով զղջումով խոստովանեց իր մեղքն ու Հիսուսին Տեր ընդունելով, առաջինը մտավ դրախտ,